Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2010-ից 2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած անձը պաշտոնական լիազորությունները չարաշահելով պետության օրինական շահերին պատճառել է էական վնաս։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը Երևանի հասցեներից մեկում գտնվող 2500 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության գործընթացը հակաօրինական ճանապարհով ավարտին հասցնելու եւ այն ապօրինի կերպով քաղաքապետի տեղակալի որդուն օտարելու նպատակով կազմել եւ քաղաքապետին է ներկայացրել կեղծ տվյալներ։ Վերջինս ռեստորանային համալիրներից մեկի զբաղեցրած հողամասի մի հատվածի նկատմամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության իրական շահառու Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահի թիկնազորի պետի կնոջ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով ուսանողական այգու տարածքում ընկերության կողմից կառուցված շինության վերաբերյալ կազմել է կեղծ եզրակացություն եւ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերին հակառակ հողամասն ավելի քան 24 միլիոն դրամով ապօրինի օտարվել է հիշյալ ընկերությանը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին ու օրինական շահերին։ Նախաքննության ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։